Եկեղեցու դեմա։ Հա։ Ես քաղաքացի։ Ես հարցին հարցով չեմ պատասխանում։ Ես հարց տվի։ Ձեր կարծիքով ես ամենը եկեղեցու դեմ, հա։ Եկեղեցու դեմ չի։ Չէ։ Իսկ ինչին ա կող։ Ինչին ա կող։ Ձեզ հարց տվի, սա ում դեմ է։ Ես եմ այստեղ հարց տալիս, իսկ ինչին ա կող։ Հարց տալի որպես քաղաքացի ձեզ։ Այս ամենը ստի եւ կեղծիքի դեմ է։ Ինչն է սուտը եւ կեղծիքը։ Այն որ ժողովուրդը տենում է սուտ ու կեղծիքը, այնց դրա դեմ է։ Մենք ուզում ենք պարզություն, ազնվություն, Արմեն։ Ես Հայաստանի քաղաքացի եմ։ Ինչի՞։ Դուք պահում եք իմ դեմքին հարմար է, ես չեմ կարող։ Սուտ ու կեղծիքը նա է, որ կաթողիկոսը երեխեք ունի եւ դա չեք լուսավորում։ Ինչի՞ սուտ ու կեղծիքը չեք լուսավորում։ Դուք երբ եք իմացել, որ կին եւ երեխան։ Դա ինչ կապ ունի։ Ոնց կապ ունի։ Գուցե դերակցեն ավելի բաղանեք, երբ որ շուտ ունենայիք։ Ես երբ պետք է եղել այդ վաղտ եմ արել։ Հիմա է պետք։ Ժամանակն է եկել, այդ ժամանակ էլ արել եմ։ Ինչքան ժամանակ գիտեք, որ կին եւ երեխան։ Դա կապ չունի ձեզի։ Կապ չունի։ Գուցե 10 տարի առաջ Դա իմ համար կապ ունի, երբ որ ես գտել եմ ճիշտը, այդ վաղտ եմ արտահայտվել։ Խնդիրը նա է, դուք չեք լուսավորում, ազնիվ չեք։ Պարզ չեք ժողովրդի հանդեպ։ Ինչի պարզ չեք։ Ազնիվ է, որ հոգևորականները բանտում են գտնվում։ Իհարկե, եթե նրանք օրենքը խախտել, ազնիվ է։ Նրանք մասնակցում են քաղաքական գործարքներին, ինչի։ Նրանք պետք է ծառայեն ժողովրդին։ Այդ որ հելնում են միտինգների, այդ ի՞նչ է։ Հելում են միտինգների, երբ են հելել միտինգների։ Հելել են միտինգների ցույցերի հոգևորականները։ Չեն հելնում։ Վայ Աստված իմ։ Ամբողջ եկեղեցին ցույցի միտինգի ա դուրս եկել։ Թող Աստված լուսավորի ձեր խավար մտածելակերպը։ Շնորհակալություն։ Ինքը լուսավորում է, բայց եղեք ազնիվ։ Մենք մի բուր ազգ ենք, գոնե մենք իրար հետ ազնիվ լինենք, մենք իրար հետ պառակտում ենք ինչի համար, որ ինչի հասնեք դուք։ Եկեղեցին չի պառակտում հիմա։ Հա? Եկեղեցին չի պառակտում։ Չէ, մենք ուզում ենք եկեղեցին մաքրենք։ Ինչպես եք պատկերացնում։ Եկեղեցին ծառայի ժողովրդին, եկեղեցին ծառայի Աստծուն։ Սա Աստծո տունն է, ոչ թե մի քանի հոգևորականի։ Ինչպես եք պատկերացնում մաքրելու գործընթացը։ Դա ժողովուրդը սիրով կմաքրի։ Ինչպես։ Սիրով։ Կտեսնենք ինչպես։ Ժամանակ ամեն ինչը ցույց կտա։ Սիրով, մեծ սիրով ինքը կմաքրի։ Ինքը վերադառնում է իր էությանը որպես ազգ։ Սա է խնդիրը։ Եթե մենք 18 թվին մենք ազատեցինք մեր գիտակցությունը, հիմա ժամանակն է եկել, որ մեր հոգին ազատենք։ Սա է խնդիրը։ Սա մեր ճակատագիրն է մեր երեխեքի։ Խավարից։ Հա։ Ինչպիսին դուք եք եղել, այն որ սուտ ու կեղծիքն եք միշտ լուսավորել, ազատությունը միշտ բաց եք թողել։ Սուտ կեղծիք չկա, ամեն ինչ բարձ թափանցիկ է։ Դուք չեք տենում։ Ես շատ որ եմ տեսնում, չեմ դրամա։ Դեսա ժողովրդի Ես տեսնում եմ այսքան ժողովուրդը լուսավորված ժողովուրդ է։ Իրանք հասկանում են իրականում որտեղ ազնվությունը։ Իրանք պաշտպանում են ազնվությունը, պարզությունը, սերը, ոչ թե ատելությունը։ Դուք համատարած տարածում եք ատելություն։ Ինչի համար, որ ինչի հասնեք։ Ատելություն։ Հա իհարկե։ Ահա նախկինները այդ իշխանական ատելություն են տարածում պարակտեն ժողովրդին։ Ինչ, որ ինչ անեք դուք, որ ինչ, արյունն է ձեզի պակասում։ Արյունը 20 թվին է եղել։ Արյունը կարա, եթե նույն ձևով գնա, էլի շարունակվի։ Սիրեք, առաջի երթի սիրիր քեզ։ Եթե դու քեզ չսիրես, դու ոչ մեկին չես կարող։ Դուք ձեզ սիրում եք։ Շատ հետաքրքիր է։ եք։ Ես բոլորին եմ սիրում։ Ես սիրում եմ պարզությունը, ազնվությունը, արդարությունը։ Այն որ մցվել է այս նախկինների միջոցով, այս ատելությունը դա նորմալ երևույթ չի։ Դուք որտեղ եք աշխատում։ Դա ինչ կապ ունի։ Պետք չի իմանալ ոչ մի բան։ Ես իմ խոսքն եմ արտահայտում որպես քաղաքացի, ոչ թե ատելություն։ Ես ուզում եմ բոլորից մեջ ծեր մտնի, ոչ թե ատելություն։ Ինչ եք ուզում։ Այս դուք Թալենի եկեղեցում առաջի անգամ եք։ Դա ինչ կապ ունի ձեր համար։ Դե հետաքրքիր թողնես հետաքրքիր է մնալ։ Որպեսի գաք այստեղ։
Դե ժողովրդի մի հատ էլ բացատրեք ինչ եք դուք ուզում։ Դուք աշխատավարձ ինչի համար եք ստանում։ Դուք ինչ եք ստանում։ Ես աշխատավարձ չեմ ստանում։ Ես ատելություն չեմ քարոզում։ Մեկ տեսեք։ Տեսում։